Կնշեք, թե որ գործերն են, որ հիմնական գործերն են, որ առանց հաշտարարի չեն կարող քաղաքացիները դիմել դատարան։ Երեխայի բնակության վայրի սահմանման, անիմատային պարտավորության, ամուսնալուծության, ընտանեկան գույքի համատեղ բաժանման գործերը։ Քաղաքացիները, եթե ուզում են դիմել հաշտարարի, ինչ են ներկայացնելու։ Ընդհանրապես պետք է ներկայացնել դիմում e-mediation կայքով եւ կարող է ներկայացվել նաեւ ուղիղ հաշտարարին դիմում, որից հետո հաշտարարը ընթացք է տալիս։ Իրականում ազատության իրավունքը այստեղ գործում է, խոսքի ազատության իրավունքը, բայց շատ դեպքերում քաղաքացիները, եթե ունեն նաեւ ամուսնալուծական վեճ, մեկ միսի հասցեին, ինչ ուզում են կարող են ասել։ Այս դեպքում հաշտարարը դատավորի նման ունեք սանկցիա է կիրառում, թե ոնց է այդ ամեն ինչը լինում։ Այստեղ դատական իհարկե սանկցիաների կիրառման սկզբունքը ցավոք սրտի կամ բարեբախտաբար հաշտարարը չունի։ Հաշտարարը իհարկե որոշակի մեթոդների օգտագործմամբ ճիշտ հաշտարարական գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելով կողմերին, որ այստեղ հաշտարարական process-ը ոչ թե այն մասին է, որպեսզի լսենք մեղադրանքներ, այլ կենտրոնանանք առկա իրավիճակի վրա։